Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը։ Տղամարդկանց 110 կիլոգրամ քաշային կարգում հին աշխարհամասի չեմպիոնը կրկին Գարիկ Կարապետյանն է։ Այս ոսկին Եվրոպայում Գարիկի համար արդեն երրորդն է։ Երկամարտում 22-ամյա ծանրորդը գրանցել է 415 կիլոգրամ արդյունք։ Պոկում վարժությունում նա ֆիքսել է 189 կիլոգրամանոց ծանրաձողն ու նվաճել բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում բարձրացրած 226 կիլոգրամը նրա համար ապահովել է ոսկին, թե այս վարժությունում, թե երկամարտում։ Ամեն փոքր մեդալ ինձ համար շատ մեծ կարևորություն ունի։ Սկսած Հայաստանի առաջնության մեդալից մինչև աշխարհի առաջնության մեդալ, այս մեդալները այնքան նշանակություն ունի, որ ծանր փուլում կարողանում ենք մեր այս մեդալներով դեռոշ բարձրացնելով ուրախություն պարգևել մեր հայ ազգին։ Նույն քաշային կարգում ելույթ ունեցավ նաև Սիմոն Մարտիրոսյանը։ Եվրոպայի եւ աշխարհի կրկնակի չեմպիոնը երկամարտի 389 կիլոգրամով զբաղեցրեց միայն 6-րդ տեղը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր սկսվել է խոնարհված ծաղիկների հավաքման և վերամշակման ամենամյա գործընթացը, հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Ծրագրի նպատակն է բնապահպանական լուծումների միջոցով վերաիմաստավորել խոնարհված ծաղիկների օգտագործումը, դրանք թափոնի վերածելու փոխարեն։ Հավաքված ծաղիկների թերթիկները վերամշակման արդյունքում ստանալու են երկրորդ կյանք, վերածվելով թղթի, հուշաբացիկների և մոմերի։ Զինված հարձակում է տեղի ունեցել Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ։ Անվտանգության աշխատակիցները դահլիճից տարհանել են Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին։ Հարձակվողը 31-ամյա ուսուցիչ Քոուլ Ալենն է, որը զինվել էր հրացանով, ատրճանակով և բազմաթիվ դանակներով։ Նա փորձել է հյուրանոցի նախասրահում ճեղքել անվտանգության շղթան և արձակել է մոտ 8 կրակոց։ Նրան վնասազերծել և ձերբակալել են։ Ըստ CBS News-ի ձերբակալված Քոուլ Ալենը խոստովանել է, որ իր նպատակը Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին թիրախավորելն էր։ Դոնալդ Թրամփը հրապարակել է դեպքի տեսագրությունները և հարձակվողի լուսանկարը, նրան անվանելով միայնակ գայլ և հոգեկան հիվանդ։ Թրամփը նշել է, որ թեև դեպքն անսպասելի էր, անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը հիանալի են աշխատել։ Հարցին, թե սա կապ ունի իրանական պատերազմի հետ, Թրամփը պատասխանել է, որ նման տեղեկություն չունի և չի կարծում, թե նման բան կա, սակայն շեշտել է, որ այս միջադեպն իրեն չի խանգարի հաղթել պատերազմում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Դոնալդ Թրամփի ելույթից ժամեր առաջ լրագրողների հետ զրույցում անսպասելի զուգադիպությամբ հայտարարություն է արել։ Նկարագրելով սպասվող միջոցառումը նա օգտագործել է փոխաբերական արտահայտություններ, որոնք հետագա գրակոծների ֆոնին այլ երանգ են ստացել։ Այս ելույթը զվարճալի է լինելու և հետաքրքիր, կարելի է ասել դահլիճում կրակոցներ են լսվելու, այնպես որ բոլորը պետք է միանան, նշել է Լևիթը։ Թեև մամուլի քարտուղարը նկատի է ունեցել Թրամփի ելույթի բուռն ու էմոցիոնալ բնույթը, նրա խոսքերը համացանցում որակվել են որպես ակամա մարգարեություն, քանի որ կարճ ժամանակ անց հավաքի ընթացքում հնչել են իրական կրակոցներ։ Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա։ Այն դաշնության խոշորագույններից մեկն է։ Մի շարք պայթյուններից հետո գործարանի տարածքում հզոր հրդեհ է բռնկվել։ Ըստ երկրի պաշտպանության նախարարության, 2 ժամվա ընթացքում ոչնչացվել է մոտ 49 ուկրաինական ԱԹՍ։ Հարձակումներ տեղի են ունեցել նաև Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքի վրա։ Կոլումբիայի Կուակա նահանգում ուղևորատար ավտոբուսի դեմ իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 14, վիրավորվել ավելի քան 38 մարդ։ Հանցագործները պայթուցիկով լի բալոն են նետել մայրուղով անցնող մեքենաների ուղղությամբ։ Դրանք ամբողջությամբ ջախջախվել են։ Երկրի նախագահ Գուստավո Պետրոն դատապարտել է կատարվածը և հրահանգել է սկսել հանցագործների հետապնդում։
Նյու Դելիի օդանավակայանում թռիչքի ժամանակ Swiss Airlines-ի ինքնաթիռի շարժիչը բռնկվել է։ Ցյուրիխ մեկնող օդանավը շարժիչի անսարքության եւ հրդեհի պատճառով ընդհատել է թռիչքը։ Անձնակազմը տարհանել է ուղևորներին, որի ընթացքում 6 մարդ ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ Օդանավում եղել է 228 ուղևոր եւ 4 նորածին։